Ամբողջ ծուխը այս շրջանից է և այս ձևայից, այսօրվա առատաշենից, այնպես որ ես եկել եմ իմ հայրենակիցների մոտ։ Պետք է ասեմ, որ Խաչիկ Մանուկյանը հայտնի է ոչ թե միայն այստեղ, այլ ամբողջ Հայաստանում է, որովհետև կային ժամանակին մենք ասում էինք ամենայն հայոց բանաստեղծ, անգամ ամենայն հայոց բանաստեղծուհի։ Հիմա ես ուզում եմ ասեմ, որ ամենայն մարտնչող բանաստեղծը այ մեր ընկեր Խաչիկ Մանուկյանն է։ Շատ քիչ են այն մարդիկ, որոնք իսկապես մտավորականի դերն են տանում հասարակության մեջ։ Ցավոք սրտի դա այդպես է։ Դրա համար մենք պետք է գնահատենք և հասկանանք, որ այս պահին մենք ոչ թե միայն պաշտպանում ենք անձի թեկնածությունը, մենք պաշտպանում ենք մեր արժեքային համակարգը կրող մարդու, այլ մարդուն, որը որ իսկապես պայքարում է հայոց ինքնության, պահպանության և հայապահպանության համար։ Այսօր ամենակարևոր սկզբունքներն են դարձել։ Եվ երբ որ մենք միասին շարժման սկիզբն էինք դնում, Խաչիկ Մանուկյանը մեր հանրահավաքների վարորդն է, և այդ ժամանակ մենք շատ լավ հասկացանք, թե ինչպիսի զգացմունքային և ինչպիսի սառը դատողությամբ մարդ է, որը որ մեզ հետ միասին ընկել է։ Եվ մենք շատ ուրախ ենք, որ այսօր միասին շարժումը անվերապահ պաշտպանելու է Խաչիկ Մանուկյանի և նրա դիմակիցների ուրեմն թեկնածությունը և կարծում եմ, որ այստեղ է, որ իսկապես շատ մեծ պայքար է գնալու և համաձայն եմ պարոն Վանեսյանի հետ, որը ասաց, որ սա Հայաստանի Հանրապետության պայքարը է, հաջողությունն է։ Սա պատահական չի, որովհետև մենք այսօր հանդիպել ենք մի էության հետ, մի ոնց է ասում, գոյանքի հետ, Խաչիկ Մանուկյանը, որը մեզ համար լրիվ անհասկանալի է և շատ վտանգավոր։ Եվ եթե մենք իսկապես հիմա չենք համախմբվելու և միասնական չենք պայքարելու, դա նշանակում է, որ մենք չենք կարողանում հասկանալ, թե ինչպիսի վտանգ է մեր առջև կանգնած։ Մենք պետք է հասկանանք, որ այսօրվա պայքարը հենց վաղվա ապագայի համար է, որովհետև եթե այսպես մնաց, մենք Հայաստան ենք կորցնելու։ Սա դավադրություն է Հայաստանի Հանրապետության դեմ։ Սա միայն սա այս տղայի և իր դիմակիցների պայքարը չի։ Սա դավադրություն է և մենք այդ դավադրության դեմ պետք է դուրս գանք միասնաբար, որոնք որ իրենց հայ են համարում, որոնք իսկապես ուզում են, որ հայ ժողովուրդը միասնական լինի ամբողջ իր էությամբ, ազգային միասնության համար։ Դրա համար ևս մեկ անգամ ողջունելով, ես ուզում եմ նաև նույնպես կոչ անեմ, որպեսզի ոչ թե միայն այստեղ նստած դալիճը նստած արդեն մեր հայրենակիցները, այլ ընդհանրապես բարաշապատցիները հասկանան, որ սա լուրջ և կարևոր պայքար է հանուն Հայաստանի Հանրապետության։ Շնորհակալ եմ։